Քեծալակ նկարալ Սարուշենա մեր գյուղը միշտ քյունում ենք դղան տեսնում դավեր արվամալի երևում է մեր գյուղը Սարուշենից ասում քինիկ տեսնանք ինչ վիճակում է ոնց է ինչա շատ ավերածություն է բեն չկա բայց ասա մեր Գրիշան գսի քանդալն տարալ դա շենը եկեղեցուն Գրիշանն քանդալ տարալ կողքետանը ժեշտն տարալ բայց ինձ սաղը մներներ ասկություն չունք սաղորը մեր գյուղն կմտրնեսկություն հինչեր են քրալ հինչ չեն քրալ մեր օթո մեր ջուրը բենը օրիշ ձևիա Երևան խղտվի սումլել որ եկալակ մին պատարից կաթավալակ բայց դե մինավեր մեր շենումը չկ մեր տանը չկ օրիշ ձևի մինչի ստեղ մինչի դեղ քո հայրական օջախը քո ծնված տեղը ամեն ինչը մերն է այնտեղ Տիկին Էլեոնորան ջրաղացներից է պատերազմից հետո բնակվում է Խնածախում Կորսրած գյուղի մասին խոսելիս հուզվում է կարոտում ու երանի տալիս այնտեղ ապրած ամեն մի օրը Գյուղի կարոտով ու այնցելի հուշերով ապրող ընտանիքը փորձում է նույն առօրյան ու կենցաղը Խնածախում կազմակերպել Ես պարապ չեմ կարող մնալ որովհետև գյուղում այդպիսի մարդ չկար որ աշխատասեր չինի բոլորն էլ աշխատասեր ենք ինչ իմանամ պարապ չեմ կարող մնամ չեմ իմացել թե ինչով զբաղվեմ ստեղից գնամ քաղաք աշխատանքի բա տոնը երեխա ունենք դպրոց գնացող բան այդպես չեմ կարող Տիկին Էլեոնորան ու ամուսինը զբաղմունքի տարբերակների երկար փնտրտուքից հետո որոշեցին ընտանիքի կարիքները բավարարելու համար հաց թխել 2021 թվականի օգոստոսին սկսեցին փոքր քանակով հացի արտադրությունը մտածեցինք այս փորը բացելու նպատակով դիմեցինք Ավրորա կազմակերպությանը վարարաններ այս սեղանը Ավրորան ատվել բայց մնացածը մենք շենումը թուրոնալալ մեզ մոք միշտ էլ հաց թխեին քլալ մոք հաց չենք առել թոնրի մեջ հաց ենք թխել ոնց որ գյուղում անում էլի դե ինձ դա դժվար չի այս գործը Ամուսինները սկզբում երկուսով էին աշխատում, արտադրության ծավալի մեծացմանը զուգահեռ նաև աշխատող ունեցան։ Շրջափակման առաջ բերած խնդիրները շրջանցել իրենց էլ չհաջողվեց։ Եթե մինչև շրջափակումը օրական 400-ից 450 հաց էին թխում, ապա այսօր այդ թիվը նվազել է մինչև 250-ը։ Պատճառը դադարեցված շինարարական աշխատանքներն են։ Մինչև շրջափակումը հացը բացի խանութներից մատակարարում էր նաև շինարարական կազմակերպության, ինչը ցավոք այսօր անել չեն կարող։ Մի աշխատող վերցրինք, հետո երկուսը պատրաստեցի, դե հիմա որ աշխատանքները քչացել են, ասացի մեկը կրճատվեց։ Մի օր մեկն է գալիս, մի օր մեկը ասան, որպեսզի դուք էլ դեռնաք գործանող, տանը չնստեք Մեկը ամուսինները բոլորը տանը նստած են, գործ չկա, դրա համար ասացի մինոր մեկը գա, մինոր մեկը Շրջափակումը դե ամեն ինչի իրան ազդալ, ալյուրը, ինչի դրոժը, ձեթը, բանոլո գնում եք հիմնադրամ գրվում, հերթագրվում, որտեղից որ տալիս են, գնում եք այնտեղից վերցնում, խանութներում չկա, չենք վերցնում Մի կողմից էլ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն են խնդիրներ առաջացնում։ Խմորը պատրաստում եք, լույսը լինելու ժամանակ հունցում եք, վեր կտրվում է, գնդերը քանում, բացում եք գնդերը, միջև լույսը վառվի Դե մի ժամից մեկ առաջ վեր 2 ժամ ալալ ուշացավ Մենք մի ժամը լավ մի ժամը պատրաստում եք վեկյամա միացնում եք վարարանն են հանցում 2 ժամն էլ հասցնենք թխենք
Մենք 20-25 րոպե որ վառում ենք տաքանում է, սպասում ենք տքանա, ժամը կեսում էլ մի խմորը, ժամը կեսումը կարողանում եք լի թխել վերջացնել։ Հացը հայի համար հանապազօրյա կերակուր է։ Այդ մասին վկայում են նաև հնուց եկած տարբեր ասացվածքներ ու պատմվածքներ։ Հացի արարումը յուրահատուկ գործընթաց է, որը պահանջում է մեծ սեր ու բարություն։ Այս համոզմունքով էլ տիկին Էլեոնորան ամեն օր կեսգիշերից մինչև առավոտյան 8-ը հաց է թխում։ Սերով բիդեանից վեր հացը լավ դռնա, լավ գա փափուկինի, գիտամ փքվեջ, ջուրը ծործոտ չբիդեացիս, գիտամ ամեն ինչի տեղը բիդեանից վեր հացն է լավ դռնա, ժողովուրդն էլ յորոնին լի օդվե հացը։ Տիկին Էլեոնորայի խոսքով իր ընտանիքը պատրաստ է ընդլայնել հացի արտադրամասը, միայն թե խաղաղություն լինի եւ կարողանան իրենց ցանկությունները իրականություն դարձնել։ Հույսով ապրում ենք, ասում ենք լավանական, խաղաղություն անան, մենք այստեղ կնանանք, ոչ միտեղ քինական չենք։ Ասում ենք քինակ մեր տոնը մինա։ Մենք մենք էլ ասում ենք քինանք մեր տոնը։ Ամեն օր հայրենի գյուղ վերադառնալու ցանկությամբ խնածախում ժամանակավոր ապրող տիկին Էլեոնորան այն հազարավոր մարդկանցից է, ով կորցրել է ամեն ինչ՝ հարազատ բնակավայր, տուն, բայց կրկին շարունակում է պայքարել ու ստեղծել նորը՝ հայրենի գյուղ վերադառնալու հրաշքի սպասումով։